Բանակից փողով ազատվելու նախագծի շուրջ իշխող թիմում քննարկումները բուռն են ու չեն հանգուցալուծվում։ Պատգամավոր Հայկ Սարգսյանին դեռ չի հաջողվում թիմակիցներին համոզել, որ իր հեղինակած նախագիծը հարուստներին ծառայությունից ազատելու, աղքատներին սահման ուղարկելու մասին չէ։ Այն ուսումնասիրությունները, որոնք ես արել եմ, իրենք չեն արել եւ ես հնարավորություն չեմ ունեցել մինչեւ այս պահը իրենց ներկայացնելու այն թվերը, որոնց հիման վրա ես գալիս եմ այն եզրահանգման եւ համոզված եմ եւ նաեւ հիմնավորում եմ, թե ինչ են պետք է փոփոխությունները։ Քաղաքացիական պայմանագրի անդամը փորձում է թվերով կոտրել թիմակիցների դիմադրությունը, որ կուլիսներում նախագիծը համարում են խոցելի եւ հարցեր ունեն։ Նոր տվյալներ է հրապարակում, որ ԿՊԱ-ականների ու քննադատների կասկածները փարատի։ Ըստ նրա զորակոչի ենթակա տղաների 7%-ն այս տարի բանակ չի գնա, մյուս տարի ավելի շատ, քանի որ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ 1500-ով ավելի քիչ է մեր զորակոչի ենթականների թիվը, քան պետք է լիներ։ 2008 թվականի ծնվածների 7% հրաժարվել է քաղաքացիությունից։ Դրա հաջորդ տարին 2009 թվականին ծնվածներն են գնալու, 2009 թվականին ծնված տղաների 8% հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։ Իշխանական պատգամավորի նախագծով, որ կառավարությունը վերջին նիստում հավանության արժանացրեց, առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց 15 միլիոն դրամ վճարել, 24 միլիոնով ազատվել 2 տարվա ծառայությունից ու 1 ամիս ծառայել, 18 միլիոնով էլ 4 ամիս։ Տեսած լինենք 4 տարի առաջ, այս 7%-ից 7-ից 8% տղաները ամեն տարի որ հրաժարվել են, չեն հրաժարվի, կամ եթե հրաժարվեն կվճարեն այնքան գումար, որ մեկ իրենց փոխարեն երկու զինծառայող կներգրավվեն։ Ըստ հրապարակ թերթի իշխանական խմբակցությունում ոչ բոլորն են ողջունել այս նախագիծը եւ պահանջում են պաշտպանության նախարարը ազգային ժողով գնա ու բացատրություն տա։ Սպառնում են դեմ քվեարկել նախագծին, եթե փոփոխություններ չանեն։ Վաղը խորհրդարանում իշխանականները քննարկելու են այս նախագիծը։ Լսել եմ հեղինակի ներկայացած նախագիծը ամբողջությամբ իր մոտեցումները եւ հիմնավորումները եւ լսել եմ որոշ իմ գործընկերների հակափաստարկներ եւ քանի որ դեռ աշխատանքային քննարկման փուլում է, ես ինքս դեռևս չեմ կողմնորոշում նախագծի դրական լինելու կամ բացասական լինելու վերաբերյալ։ Հրաչյա Հակոբյանն էլ այն պատգամավորներից է, որին դեռ չեն համոզել կառավարության ու իր թիմակցի հիմնավորումները, նա էլ հարցեր ունի։ Դեռ հարցեր կան, որ մենք մեր գործընկերները ուզում ենք ստանալ այդ հարցերի պատասխանները։ Ինքն էլ է համարում, որ այս նախագծով ոտնահարվում են կարևոր արժեքներ ու խորանում է սոցիալական անարդարությունը։ Ինչ առաջարկներ ունի կամ ինչն է կոնկրետ համարում խոցելի ու վտանգավոր։ Պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել մինչև քննարկումների ավարտը։ Մենք միտված ենք, որ այս նախագիծը ի սկզբանե պետք է լինի իշա Հայաստանի Հանրապետության, բայց հիմա քննարկումները շարունակվում են, որպեսզի մարդիկ ստանան իրենց տարբեր հարցերի պատասխաններ եւ ի վերջո հաշվենք, տեսնենք, որ վտանգներ, մեծ վտանգներ կամ առհասարակ վտանգներ այս նախագծում չկան։ Փողի դիմաց բանակից ազատվելու այս նախագիծը հանրային ընդդիմադիր ու հասարակական կառույցները շարունակում են սուր քննադատել։ Համարում են, որ այսպիսով կառավարությունը բանակից ազատվելու կոռուպցիան է օրինականացնում, կոռուպցիան արմատախիլ անելու ու արատավոր բարքերի դեմ պայքարելու փոխարեն։ Անկախ հանրային ընդդիմադիր ու ներիշխանական դիմադրությունից պատգամավոր Սարգսյանը կարծում է, որ իր նախագիծը կընդունվի ու թեման կփակվի մինչև ամառային արձակուրդներ։ Ես չգիտեմ ով ինչ ասում, ես մտավախություն չունեմ, ես համոզված եմ, որ օրենքի նախագիծը ընդունվելու է ու մտնելու է ուժի մեջ առաջիկայում։